Ողջունում եմ բոլորին, ուզում եմ ցույց տամ, թե ինչ է կատարվում այս պահին Binance-ում ու մի երկու բառով մեկնաբանեմ, թե ինչ կլինի հետագայում, ինչ են ասում համաշխարհային էքսպերտները։ Այս պահին Bitcoin-ի գինը ցածր է ու կարող է դեռ էլի ցածրանա, բոլորը սպասում են, երբ կցածրանա էլի, որ կատարեն գնումներ կապված Bitcoin-ի հետ, ինչը որ նաև ազդում է մյուս կրիպտովալյուտաների վրա։ Bitcoin-ը իմ մոտ այն ժամանակ ուրեմն 20 քանի դոլար էր իր արժողությունը, հիմա դարել է 6.26 ու դա ազդել է մնացած բոլոր կրիպտովալյուտաների վրա։ Եթե հիշեք, Bitcoin-ը իր պիկը հասավ 69,000 դոլարի, հետո իջավ ու հիմա դեռ շարունակում է իջնել։ Հիմա կատարել գնում, թե սպասել, որ էլի իջնի, եթե հնարավորություն ունեք, եթե կարող եք, հիմա էլ կարող եք նաև գնել Bitcoin-ը իհարկե։ Եթե ուզում եք սպասել, կարող եք սպասել, բայց սպասելը ոչ մի բան չի տա, որովհետև չգիտենք թե վաղը չէ մյուս օրը կամ հենց այսօր ինչ կլինի Bitcoin-ի հետ։ Ինքը շատ արագ փոփոխվի, կարող է շատ հարուստ մարդ, Elon Musk-ի նման մի քանի միլիոն դոլար փող մեջ ներդնի ու դրանից ելնելով արդեն Bitcoin-ը կարժենա շատ ավելի շատ, քան հիմա է։ Դրա համար, եթե հնարավորություն ունեք, հիմա էլ գնեք, կապ չունի ինչքան։ Կարող եք նաև գնել 0.00 մի հատ Bitcoin-ը արժի թանկ, այո, բայց եթե իրան բաժանես զրոների, օրինակ իմ մոտ էսեք 0.000 նոր ինչ-որ թվեր են գալիս։ Նույն ձևը կարող է ձեր մոտ։ Հենց որ կարող եք գնել, անպայման չի որ շատ գումար ունի։ Նույնը նաև վերաբերում է բոլոր կրիպտովալյուտաներին։ Սա շատ պարզ է, սա շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց մարդիկ կան, որ ամոթ չի, չգիտեն, որ հնարավոր է։ Ընդհանրապես Հայաստանում շատ քիչ մարդ գիտի այս ամեն ինչի մասին։ Ես ինչքան որ խոսում եմ, բոլորը գիտեն, տենց թռուցիկ են, որ հա Bitcoin հա լսել ենք կոնկրետ ինչ որ ոնց է ինչա, շատ քիչ մարդիկ գիտեն։ Ու շատ ուրախ եմ, որ իմ ալիքը դիտողներից շատերը կոնկրետ հասկանում են, թե ինչ են դիտում, ու այս նյուանսներն որ հասկանում են, սա ուղղակի տեխնիկական բան է, բայց բուն որ ցանկություն կա այս ամեն ինչի մեջ խորանալու, դա շատ լավ է ու շատ ողջունելի է, որովհետև ապագայում սա կդառնա բոլոր մարդկանց, որ առօրյա, իմ կարծիքով։ Ես որպես ինքս ինձ եթե խորհուրդ տայի, ասենց ասեմ, ես այս պայն կգնեի իհարկե Bitcoin նախ եւ առաջ եւ մնացած կրիպտովալյուտաներից մի քիչ։ Բայց ես ձեզ չեմ կարող խորհուրդ տալ, որովհետեւ ես խորհրդատու չեմ։ Ես ուղղակի կիսվում եմ ձեր հետ իմ կարծիքով ու ասում եմ ձեզ այն ինչ որ կանեմ ես ինքս։ Դրա համար ձեզ բարձ ասում եմ, ես ինքս կգնեի։ Իսկ դուք գնեք թե չէ, դա ձեր որոշումն է։ Բոլորիդ մաղթում եմ մտածված քայլեր կապված Bitcoin-ի եւ կրիպտովալյուտաների հետ եւ մեծ պլյուսեր։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ստեսություն։